Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահին բազմաթիվ անգամ հորդորել էինք, որ ներկայացնի ճշմարտությունը եւ մեղադրել է ես բազմաթիվ անգամ, որ ինչու չեմ զանգում հարցնում իրենց կողմից թղթի վրա անկախ, բայց փաստացի շատ կախված հանձնաժողովից իրականում որից հետո է։ Եվ ունեի կասկած, որ շատ լավ իմանալով միևնույն էր մեր ժողովրդին խաբում են։ Հիմա գոնե այս փաստով հանձնաժողովի նախագահը ընդունեց, որ այո, հենց ՓԲ-ի կողմից վերցված վարկերի տոկոսները վճարում է սեփականատերը, այսինքն որևիցե կապ չունի սակագնի, այսինքն այն գումարի հետ, որը մեր քաղաքացիները մենք բոլորս վճարում ենք հոսանքի համար։ Երբ որ հարց է տրվում ինչու չեք կանխում, իմիջիալոց եւս մեկ անգամ ամեն մեր հանդիպման այսպիսի տրադիցիա կա, չէ՞ որ ես ասում եմ անպայման իշխանությունները ոչ մի բանից չեն վախենում, ճիշտ ասած վերջերս Սամվել Կարապետյանից են վախենում եւ ձեզանից, որպես 4-րդ իշխանություն եւ ձեր շնորհիվ, դե ասում եմ ինչ են վախենում, որովհետեւ ձեր շնորհիվ շատ ճշմարտություններ բացահայտվում են եւ երեկել բազմաթիվ այսպես ստիպված եղան խոստովանել, որ դա այդպես է։ Հիմա քաղաքական թիմի ներկայացուցիչները արդյոք կունենան խիզախություն իրենց խմբակի ասել, որ ժողովրդին խաբում են։ Այս մի դրվագը ասեմ, մնացած երկու հարցերին էլ հանձնաժողովի նախագահը չպատասխանեց կապված ավտոտրանսպորտի եւ այդ տարածքների հետ։ Ներկայացվում է, որ քաղաքական է գնահատականը, իբրև թե չեմ կարող պատկերացնել։ Հա, տարբեր պաշտոնյաների, այդ թվում նաև ձեր կողմից նշված անձի կողմից, ես կարող եմ ընդհանրապես մի բան հավաստիացնել, որ ուժեղ Հայաստանում արդեն չի լինելու այդպիսի քաղաքական գործիչ կամ պետական պաշտոնյա, համենայն դեպս մեր ուժից, որը ինչ-որ բան ուղղակի կամ թեկուզ թյուրիմացաբար կստի եւ ներողություն չի խնդրի, մի բան էլ կասի քաղաքական անձ եմ, դրա համար ես ձեզ խաբում եմ, մոտավորապես դա է ստացվում։ Հիմա ինչ վերաբերվում է պետության կառավարման արդյունավետությանը, մենք բոլորս տեսանք, թե ինչ կատարվեց այդ 6 ամսից հետո եւ իշխանությունների, ինչպես նաեւ անկախ ճակերտների մեջ հանձնաժողովի այսպես փաստաբանությունը Վիոլիա ջրի հետ կապված հայտարարվում է, որ դե իրենց ցանցը լավը չի, ունեն նոր միացվող բաժանորդներ, շատ եւ շատ հետաքրքիր է, որ ուղիղ հայտարարում են, որ կառավարությունը իր պարտականությունները չի կատարել, այսինքն դրված է կառավարման, բայց ցանցի սեփականատերը կառավարությունն է։ Հիմա ստացվում է, որ կառավարության պատճառով ներդրումները չի կատարել, իր պարտականությունը չի կատարել, որի արդյունքում ունենք այն ինչ որ ունենք։ Հիմա այստեղ երկու հարց է առաջանում։ Առաջինը իսկ ով ասաց, որ հեծը վերցրել են ավելի լավ վիճակում, եւ երկրորդը, եթե կառավարությունը Վիոլիա ջրով չի կարողացել իր պարտականությունները կատարի, ով է ասում, որ պետք է կարողանա իր պարտականությունները ճիշտ կատարել հեծը կառավարման վերցնելուց հետո։ Հաջորդ քաղաքական այսպես արերևույթ քաղաքական լինելը դա կապված է նրա հետ ես դիմում եմ մեր հայրենակիցներին, որ 7 ամիս է ասում են վիճակը կրիտիկական էր եւ ինչ-որ վտանգ էր կախված էներգետիկ համակարգի գլխին եւ այլն։ Բոլորս տեսել ենք, բոլորս հասկանում ենք ինչ է կատարվում եւ տեսել ենք ինչպես են կառավարում։ Կարգավորող մարմին անգամ տեղյակ չի, քանի բաժանորդի հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամանակ։ Հիմա պատկերացնում եք մի պահ տեսականորեն այսպես մեր օրոք լիներ դա, ինչ էր կատարվելու։ Եվ այդ ամեն ինչով հանդերձ արդեն ամիս ու կես է որ ֆորս մաժոր են հորինում, իբրև թե ֆորս մաժոր կարող է եղած լինել, որի արդյունքում միակ նպատակը գլխավոր նպատակը չփոխհատուցելն է մեր ժողովրդին, որովհետև որոշակի ժամից հետո պարտավորություն ունի հեծը մեր ժամանակ փոխհատուցվել ամբողջությամբ, եւ երկրորդը, որ իբրև թե մենք ված չէինք կառավարում, որ այսպիսի իրավիճակ եղավ,
եւ իրենց ազնվության հետ կապված արդեն կարծում եմ կասկած չի կարող լինել, անգամ չեն ցանկանում հայտարարել, որ այդ սարքավորումները, որի արդյունքում վերացվեց այդ վթարը, տրվել է Տաշիր ընկերության կողմից պարոն Կարապետյանի համաձայնությամբ։ Հաջորդը կարգավորող մարմինը չի բացառում, որ կարող են լինել անբարեխիղճ աշխատակիցներ, ովքեր կատարեն հավելագրումներ, ինչի մասին մենք խոսում էինք։ Հիմա հարց է առաջանում, նորեն հասկացել, որ չի բացառվում, որ այդպիսի աշխատակիցներ կարող են լինել, թե այն ժամանակ էլ գիտեին, ուղղակի չունեին այդ խիզախությունը դա հայտարարելու։ Շատ լուրջ վիրավորանք եմ տեսնում կապված բողոքների հետ իրենց մեկնաբանության հետ։ Եթե լսել եք, ու համոզված եմ շատերդ այնտեղ եղել եք եւ լսել եք, որ բողոքների պատճառը մարդկանց օրենքի չիմացությունն է։ Հիմա ունենք երկու տարբերակ։ Մեր կառավարման ժամանակ բողոքների պատճառը իրենց ասելով խնդիրներն են, այսինքն այն խնդիրներ մարդիկ բողոքում էին։ Իրենց կառավարման ժամանակ բողոքների հիմնական պատճառը օրենքի չիմացությունն է։ Ուզում հասկանամ, այն ժամանակ մեր ժողովրդի օրենքները լավ գիտեին, բողոքում էին, հիմա իրենց օրոք արդեն մոռացան, չգիտեն այդ օրենքների մասին։ Այս վերաբերմունքը, անկեղծ ասած, դա արտացոլում է ամբողջ պետական կառավարման համակարգի վիճակը։ Ամբողջ։ Մարդուն հարց են տալիս, ես չեմ ուզում այդ սուբյեկտներին անդրադառնալ, ուղղակի հաշվի առնելով, որ իրենք են, շատ վատ է իհարկե, բայց իրենք են կարգավորում այդ ոլորտը, մարդուն հարց են տալիս, ասում են, ձեր կողմից նշանակված կառավարիչը սենց բան է հայտարարում կամ սենց գործողություն է անում, ասում է դե դա արդեն իրեն պետք է հարցնեք, այն որ այն ժամանակ ասում է չի տիրապետում իրավիճակի եւ չի կարող կառավարել իր կողմից նշանակված կառավարչին, նեղանում են ինձանից։ Հիմա հեծի կողմից հայցեր են տրվում, սա առաջ անգամ ենք խոսում սրա մասին, տկենի նույն հանձնաժողովի դեմ, մարդը գնում է այդ հայցերը հետ է վերցնում։ Այսինքն հեծի բարի համբավի վերաբերյալ, շահեր կան, չէ՞ որոնք բախվում են։ Վերջինաշով հեծ ունի սեփականատեր եւ սեփականատերը իրավունք ունի հեծի բարի համբավի եւ այդ թվում նաեւ իր։ Հիմա օրենսդրական կարգավորումներով այս հնարավորություն են տվել, որ հեծի անունից հայցեր են տրվում, հեծի ժամանակավոր կառավարիչը գնում այդ հայցերը հետ է վերցնում։ Հասկանում եք աբսուրդը, որի իրավասությունը բացարձակ չունի։ Միգուցե օրենքով ինչ որ կետի վրա հաղում անելու, բայց բարոյական խնդիր կա այստեղ, դու հեծի կառավարիչն ես, դու էլ պետք է պաշտպանես հեծի բարի համբավը եւ հեծի իրավունքները։ Շատ վատ բան է տեղի ունենում, որ այն ինչի համար իբրև թե մեզ մեղադրում էին վթարները այսպես կոծկելու, քանակը նվազեցնելու հետ կապված, մենք ինֆորմացիա ունենք ու շատ հստակ, որ մոտավորապես 40%-ով աճել է վթարների քանակը։ Հիմա հայտարարվում է, որ չի աճել։ Այսինքն գոնե վիզուալ բոլորս տեսնում ենք ինչ է կատարվում, բայց ես ձեզ ամենայն պատասխանությամբ ասում եմ, բազմաթիվ անգամ ասել եմ, հեծում երկիշխանություն է։ Եվ մենք սկեչի պես ասած ամեն ինչ գիտենք։ Այդ պարագայում չեն կարող ոչ մի տեղ փախնել, բայց ամեն դեպքում կեղծեն հանձնաժողովն էլ բնականաբար, որ այս բանի վրա ուշադրություն չի դարձնի, որի արդյունքում կունենանք այս վիճակը համատարած սուտ, ուղղակի խաբելու եւ վարկաբեկելու հետ կապված։ Հիմա խոսում են կൂട്ടակային կայանների մասին, միջազգային ձեզ ասեմ, որ եթե այդ կൂട്ടակային կայանների համակարգը գործեց, մեր հաշվարկներով եւ մասնագետների հաշվարկներով մոտավորապես կրկնակի թանկանալու է արևային կայաններ, այդ ինքնավար արևային կայաններ դնելու արժեքը։ Բայց այստեղ եւս իրենց ապիկարությունը չեն ուզում ընդունել, որ 8 տարվա մեջ Հայաստան-Իրան 400 կիլովոլտ գիծը ուղղակի չեն հասցրել ավարտին։ Այդ պարագայում մենք ավելցուկ չենք ունենալու։ Բերում են Իսպանիայի օրինակը, Իսպանիան ձեզ ասեմ, եղել է առաջարկը պահանջարկից ավել, որի պատճառով 0 են նստել, այսպես տերմին կա, մասնագիտական։ Մեզ մոտ նույն խնդիրն է, բայց դրա մեղավորը միայն եւ միայն իրենք են, քանի որ արևային կայանների
այդ աշճանի այսպես քվոտա տալը եւ իրենց դրած օրենքներով եւ կարգերով այդ հնարավորությունները նաեւ պետք է կանխատեսեն, որ առաջանալու է ավելցուկ եւ այդ ավելցուկը պետք է կարողանան կամ պետական մակարդակով պայեստավորեն, հետո երեկոյան ժամերին կամ գիշերային ժամերին սպառեն կամ պատրաստեն այդ գիծը եւ այդ գծով գնալ իմիջիայլոց Վրաստանի հետ ունենք նույն հնարավորությունները։ Այսպես ռևերս գծով հոսանք տալու եւ մեզ պետք եղած ժամանակ վերցնելու։ Հիմա այդ ապիկարությունը փորձում են նորից գցել հասարակ մարդկանց վրա, մեզպես բոլորիս մահկանացուների վրա, որ արևային կայան դրանց նաեւ պետք է կուտակիչներ ունենան։ Ինչ վերաբերվում է արտադրող կայաններին արևային, սակագնի մեջ ներառված է բավականին մեծ գումար, որ արևային կայանը անջատում են, որպեսզի այսպես ավելցուկ չառաջանա, այդ ժամանակ պետությունը պարտավորվում է փոխհատուցել անջատած արևային կայանի համար, որը սակագնի հետ միանշանակ փոխկապակցված է, այսինքն սակագնի մեջ է։ Այս ամբողջից ելնելով միանշանակ գալիս ենք այն համոզման, որ ուղղակի տեղի ունենում խաբեություն, մի քիչ ավելի քաղաքական կոնտեքստով ձեզ ասեմ, կապված վերջին ամերիկյան խոստումների հետ, այդ մոդուլային ատոմակայանների հետ, նախ ձեզ ուզում եմ տեղյակ պահեմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում 23 թվականին տրվել է առաջի լիցենզիան մոդուլային ատոմակայանի նախագիծ անելու եւ կառուցելու համար 23 թվականին կանգնեցվել է շինարարությունը, որովհետեւ պարզվել է, որ իրականը նախագծից շատ ավելի թանկ է ստացվում, այսինքն այդ անգամ այդ 5 + 4 միլիարդը եւս հստակ թիվ չի։ Երկրորդը, ոչ ոք չի ասում դա վատ բան է, մենք ընդհանրապես ասում ենք, որ շատ սխալ է անում, որ այդ պետությունը չունի այդպիսի արած ինչ-որ մի բան, կառուցած մոդուլային ատոմակայան, որ դու գնաս տեսնես ոնց է աշխատում, ընդհանրապես իմ ինֆորմացիայով աշխարհում մոդուլային ատոմակայան դեռևս ցանցին կպած չկա։ Կա ռուսական, որը ցանցին կպած չի, ինքնավար աշխատում է, իմ ինֆորմացիայով, հստակ չեմ ուզում ասեմ, բայց դա շատ նոր այսպես գիտություն է, որը դեռևս պետք է հղկվի, նոր մենք մտնենք, այսպես ասած, այդ պարտքի տակ։ Եվ ամենակարևոր հանգամանքը ոչ մեկ չի խոսում ինքնարժեքի մասին։ Մեր հաշվարկներով, եթե վճարվի այդ 9 միլիարդը 5 ատոմակայանի համար եւ 4 միլիարդ է սպասարկում, եթե չեմ սխալվում, ինքնարժեքը լինելու է 60-ից 80 դրամ։ Այսինքն այդ դեպքում կամ դա պետքա ուղղակի կառուցվի չաշխատի, որովհետեւ ինքնարժեքը թանկ է, կամ պետք է սակագինը թանկացվի, որովհետև արտադրվող էլեկտրոէներգիան արդեն ինքնարժեքը թանկ է, եւ երրորդ տարբերակը պետք է սուբսիդավորվի պետբյուջեից, թաքուն, չգիտեմ, կամ օֆիցիալ ինչ-որ ճանապարհներով։ Մեր վերջի հանդիպման ժամանակ, եթե հիշում եք, մի այսպես հարց հնչեցրեցի, որի պատասխանը մինչև այսօր չեն տվել, որպեսզի 26 թվականի սակագինը պահեն նույնը, էներգոհամակարգում այսպես բալանս գոյություն ունի։ Կարող է հեծը ունենալ պլյուս, ինչ-որ գումար, ատոմակայանը մինուս, իրանք ընդհանուր բալանսով հասկանում են 3 տարբերակ է, կամ պետք է թանկացվի, կամ պետք է իջնի, կամ պետք է մնա նույնը։ Հիմա ատոմակայանի համար նախատեսել են մոտարապես 13 միլիարդ ինչ-որ այլ ֆինանսական եկամուտ։ Միջև այսօր չեն կարող բացատրել, թե այդ այլ ֆինանսական, մենք ունենք մեր կասկածները, բայց որովհետեւ մերկապահանջ չընչի, թող իրենք բացատրեն որտեղից։ Ինչ կասկածներ։ Որ այլ տեղից այդ ֆինանսական միջոցները, վայր ջան, ուղղորդվում է, որպեսզի այսպես ցույց չտան, որ սուբսիդավորում կա, չեմ կարող ասել ինչ ճանապարհներով դա կլինի, բայց ինչ։ Միգուցե, չէ, վարկային ուրիշ բան էլ են արել, ատոմակայանը պարտավորություն ուներ վարկային, հետաձգել են վարկային պարտավորությունը, դա այլ խնդիր է, վերջինաշով այդ վարկը պիտի մարվի։ Մենք ունենք հիմնավոր կասկած, որ ամեն ինչ արվել է, որպեսզի 2026 թվականի միջև ընտրությունները սակագինը չթանկանա։ Այդ իսկ պատճառով, այսպես միանշանակ կարող եմ ասել, որ ընտրություններից հետո թանկանալու է հոսանքի սակագինը։ Նորից նույն գործելավոճի մեջ են այս մարդիկ, ամեն ինչ անել, հիշում եք, չէ՞, մինչև 21 թվականը
ինչ էր կատարվում ընդհանուր բիզնեսի մնացածի հետ, հիմա արդեն ընտրությունից հետո ինչպես խստացավ իրենց վերաբերմունքը հենց իրենց ընտրողների, հպարտ քաղաքացիների եւ վարչապետերի նկատմամբ։ Կարծում եմ նույն ավելի վատ ձևով սպասվում է 26-ից հետո։